Ընթերցվող հատվածներն են Երեմիա 37:1-ից 38:28, Սաղմոսներ 119 73-ից 80, Առակներ 27 23-ից 27։ Սեդեկիայի խնդրանքը Երեմիային։ Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց, բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։ Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնյաթ քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ, ասելով. «Խնդրում ենք մեզ համար աղոթիր Տիրոջը, մեր Աստծուն»։ Երբ Երեմիան մտնում և դուրս էր գալի ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին արգելափակել բանտում, և փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդիացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին ասելով. «Այսպես է ասում Տերը Իսրայելի Աստվածը. այսպես ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու. Ահա փարավոնի զորքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը Եգիպտոս, քաղդիացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն։ Տերն այսպես է ասում. ձեզ մի խաբեք ասելով քաղդիացիներն անշուշտ հեռանալու են մեզնից, որովհետև նրանք չեն հեռանալու, որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդիացիների ամբողջ զորքն էլ ջարդեք և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով այս քաղաքը կրակով պիտի այրեն»։ Երեմիան ձերբակալվում է և բանտարկվում։ Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդիացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից, այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենյամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածքի բաժինն առնի։ Եվ երբ որ նա Բենյամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան, Անանիայի որդու Սեղեմիայի որդին Հերիա անունով, և նա բռնեց Երեմիա մարգարեին ասելով. «Դու քաղդիացիների կողմն ես անցնում»։ Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդիացիների կողմը չեմ անցնում», բայց նա չլսեց նրան, և Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։ Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։ Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց, Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա»։ Երեմիան ասաց. «Կա»։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։ Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ինչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտն եք գցե։ Եվ ուր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ ասելով. Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ։ Իսկ հիմա խնդրեմ լսիր, ով իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի, ինձ հետ մի ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։ Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում։ Նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց, և Երեմիան մնում էր բանտի գավթում։ Երեմիա 38։ Երեմիան գբի մեջ։ Մատթանի որդի Սափատյան, Փասուրի որդի Գոդողյան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ ասելով.
Տերն այսպես է ասում. այս քաղաքում մնացորդը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալի քաղդիացիների մոտ, պիտի ապրի և իր հոգին իր համար ավարիի պես պիտի լինի, և նա պիտի ապրի։ Տերն այսպես է ասում. այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն։ Եվ իշխաններն ասացին թագավորին. խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը, նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը։ Եվ Սեդեկիա թագավորն ասաց. ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել։ Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեխքիայի գուբը, որ բանտի գավթում էր, Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։ Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը։ Թագավորը նստել էր Բենյամինի դռանը։ Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և խոսեց թագավորի հետ ասելով. «Ով տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին, նրան գուբը գցելով, և նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։ Թագավորը հրամայեց Եթովպացի Աբդիմելեքին ասելով. «Այստեղից քեզ հետ 30 մարդ վերցրու և այն գբից հանիր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։ Եվ Աբդիմելեքն այդ մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը, գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը Երեմիայի մոտ։ Եվ Եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դիր թևերի տակ, պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։ Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։ Սեդեկյան դիմում է Երեմիայի խորհրդին։ Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ, Տիրոջ տան 3-րդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։ Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։ Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց, ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին, քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։ Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը, Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և դու և քո տունը կապրեք։ Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի, նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես»։ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցե, միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն և նրանք նախատեն ինձ»։ Երեմիան ասաց. «Չեն մատնի, լսիր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։ Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ, ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. «Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ, քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին»։ Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով։ Եվ Սեդեկիան ասաց Երեմիային.
թող ոչ մի մարդ չիմանա այս խոսքերը եւ դու չես մեռնի։ Եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ եւ գան քեզ մոտ ու քեզ ասեն, մեզ ասա ինչ ես ասել թագավորին եւ ինչ ասաց թագավորը մեզնից, մի ծածկիր եւ մենք քեզ չենք սպանի, այն ժամանակ նրանց կասես. Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։ Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին, եւ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը, եւ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետեւ խոսակցությունը հայտնի չդարձավ։ Եվ Երեմիան մնաց բանտի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը, եւ այնտեղ էր, երբ գրավվեց Երուսաղեմը։ Սաղմոսներ 119, 73-ից 80 համարներ։ Տիրոջ օրենքի արդարությունը։ Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ, իմաստուն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։ Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։ Գիտեմ, Տեր, որ արդարությամբ են քո դատաստանները և իրավունքով ինձ խոնարհեցրիր։ Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։ Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։ Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։ Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։ Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ Առակներ 27, 23-ից 27 համարներ։ Լավ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրություն դարձրու քո հոտերին, որովհետև հարստությունը հավիտենական չէ և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։ Երբ խոտը վերանա, դալարը կերևա և կժողովեն սարերի խոտաբույսերը, գառները հագուստներիդ համար կլինեն և նոխազները դաշտի գինը։ Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։